Խաղացուն սիրելի քրիստոնյա ազ, քրիստոնյա ժողովուրդ, խաղացուն քո սրտում պահպանիր խաղացությունը։ Հակոբոս թուղթ 4 գլուխ առաջի խոսքից մի հրաշալի տեղեր ա։ Ասում որտեղից են պատերազմունքները եւ կռիվները ձեր միջումը։ Չէ որ այստեղից եւ արդ եւ պատասխանը, այսինքն ցանկություններից, որ պատերազմում են ձեր անդամներումը, ցանկանում եք եւ չունեք, սպանում եք, նախանձում եք, չեք կարողանում հասնել, պատերազմում եք, կռվում եք, բայց չունիք, որովհետեւ չեք խնդրում եք եւ չեք առնում, որովհետեւ չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկությունները վատնեք։ Շնացողներ, չգիտեք, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ, արդ ով որ կարողանա աշխարհի բարեկամ լինել, իր անձը Աստծուն թշնամի կանե։ Անverջ կռիվներ, պատերազմունքներ, հակառակություններ, նախանձներ, չարություններ, խռովություններ, բամփասանքներ մարդկանց հարաբերությունների մեջ։ Դա սկսվում է մարդու ներսից, ցանկությունները մարդու ներսից է սկսում, պատերազմունքը մարդու սրտից ներսից է սկսում, ցանկությունը Եվայի պես ներսից է գալիս, տեսավ, ցանկացավ, փափագեց, հաճելի էր եւ ուզեց եւ գնաց, պատերազմեց ու ընկավ ու խավարը բերեց մարդկության վրա։ Ասում բայց չունեք, որտեվ չեք խնդրում եք, չեք առնում, ինչի համար, որտեվ չար կերպով եք խնդրում, որ ձեր չար ցանկությունները վատնեք, կան նաև չար աղոթքներ, չար ցանկություններ, որ մարդը մտածում է, թե իր աղոթքները Աստծուն հաճելի է, բայց չար ցանկություններ կան, որ իր չար ցանկությունները չարաբար վատնա, իր ուզածը, մի բան է ուզում Աստծուց վերցնա, որ դա հակառակության հոգուց է, դա նախանձի ոգուց է, դա պատերազմի չարի ցանկության ոգուց է, որ իր չար ցանկությունները վատնա, դրա համար շատ ժամանակ Աստված չի տալիս այն ինչ որ մարդը աղոթում, խնդրում, փափագում է, որտեղ Աստված տեսնում է, որ մարդու սրտում չար կա, չար ցանկություններից է ինքը աղոթում, խնդրում, որ չարաբար վատնա։ Շնացողներ չգիտեք, որ աշխարհի սերը թշնամությունը Աստծո դեմ, կա հոգևոր շնություն, որ մարդը թողում Աստծո հանդեպ սերը եւ սերա նվիրատրում այս աշխարհի ցանկություններին, դա հոգևոր շնություն է կոչում, փախտեք